Կեսօրին մոտ Երևանը ծխի մեջ էր։ Կոմիտասի պողոտայում բռնկված հրդեհի կրակն ու ծուխը երևում էին նույնիսկ կիլոմետրերի հեռավորությունից։ Սուպերմարկետի տարածքում բռնկված խոշոր հրդեհի կրակը արագ էր տարածվում։ Հրշեջ փրկարարները մոտ 2 ժամ են պայքարել կրակի դեմ, 14 մարտական հաշվարկ է գործի անցել։ 11:08-ին է եղել ահազանգը, որ նշված առևտրի կենտրոնի սննդի կետում է բռնկվել հրդեհ, անմիջապես դեպքի վայր են ժամանել փրկար ծառայության մարտական հաշվարկներ, 21 կանչով։ Տարհանումը կատարվել է կայծակնային արագությամբ։ Նախնական տվյալով 1 անձ է հոսպիտալացվել, 2 փրկարար էլ ծխահարվել է, տեղում ստացել բուժօգնություն։ Ես բանի բաժնում եմ, գաստրոնում բաժնում էի, հավի բաժնում էի, տեսակասայի աղջիկները վազում են, թե ժողովուրդ դուրս եկեք, բոլոր աշխատողներս դուրս եկանք։ Ասում էի հնարավոր է գազ լինի, տրակի բան լինի, էլի, վնաս չլինի ժողովրդին։ Ինչպես է կարողացել դուք դուրս գալ։ Հետևի մասից ենք դուրս եկել, պահեստային մասից։ Իսկ քաղաքացիները հաճախորդներն էլ կեսը պահեստային մասից, կեսը դրսից։ Անվտանգության աշխատակիցը բարձրացավ վերև ու միջև 911 զանգելը մեզ բոլորիս զգուշացրեց, որ դուրս գանք։ Ոչ մի խոճապ չկար։ Ու ասին շատ անմիջապես բոլորին դուրս անեցին։ Այրվող շենքի մոտ նաև առևտրի կենտրոնի տարածքում խանութներ ունեցող աշխատակիցներն էին։ Անվտանգության նկատառումներից ելնելով նրանց տարածք մտնել արգելված էր։ Տարածքի դռներից հետ են կանգնում, հարգելիներս։ Գիտեք ինչքան վնաս եք կրել։ Կարծում եմ այդքան շատ չի լինի, որտեղ ներքև կրակ չի հասել։ Հանել եք դուք իրերը։ Հանել են համարյա։ Շատ է պիտի հանվի։ Չգիտենք ժողովուրդին չիմանա։ Վնասների մասին մենք այս պահին չենք կարող ոչ մի բան ասել, մինչև չիրականացվի ուսումնասիրություն։ Հրդեհի վնասի չափը դեռ պետք է հաշվարկեն, պարզում են նաև կրակի առաջացման պատճառները։ Իզաբելլա Հովհաննիսյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։